Գյումրիում անցկացված Սերոբ Գրիգորյանի անվան 6-րդ հուշամրցաշարին հանրապետության բոլոր մարզերի ազատ եւ հունահռոմեական ոճի 13-ից 15 տարեկան մոտ 250 պատանի ըմբիշեր մասնակցում։ Ավանդական այս տուգատեսի եզրափակիչ գոտեմարտերին տեղում հետևում էին հայրենական սպորտի ղեկավարները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Մինչ եզրափակիչ գոտեմարտերի մեկնարկը ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Սերոբ Գրիգորյանի հիշատակը։ Շնորհակալություն։ Այնուհետև ողջույնի խոսք ասաց Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Իդեպ ավանդական դարձած հուշամրցաշարը կազմակերպվում է Սերոբ Գրիգորյանի եղբորորդու Մարտուն Գրիգորյանի նախաձեռնությամբ։ Ստուգատեսին աջակցում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Պարոն Ծառուկյան, մենք շնորհակալ ենք, որ դուք մեզ եք, մեր կողքին եք, այսել 2 տարի մրցումները կազմակերպվում է ձեր հովանավորությամբ, ձեր աջակցությամբ, իսկ ձեր ներկայությունը միանշանակ ոգևորում է մեր սպորտսմեններին, մեր մարզիկներին։ Գյումրին չեմպիոնների իսկական դարբնոց է։ Մեր 13 օլիմպիական չեմպիոններից 4-ը հենց գյումրեցի են։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Գյումրիում պահենք եւ պահպանենք այս լավ ու բարի ավանդույթը։ Ողջույնի իր խոսքում նշեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Տարին տարվա վրա իհարկե նկատել է մեր արդյունքները մարզաշխարհում, երևի բոլորդ էլ տեսնում եք ամբողջ աշխարհով, աշխարհի Եվրոպա առաջնություններին։ Միշտ էլ հայկական դրոշը բարձրանում է, հայկական հիմնը հնչում է։ Գյումրի եղել է որպես սպորտի դափնոց, դա այո այդպես է։ Ես եկել եմ անցյալ տարի Գյումրի եւ իմ կողմից որոշում կայացեցի եւ արդեն ամբողջ ինանյութերը այստեղ են, որ մենք մի 10 օրից հստակացավ 4000 քառակուսի մետր մարզադպրոց Գյումրու համար, որ բոլոր պայմանները կա, բոլոր սպորտաձևերի։ Սա պատմություն է, սա հիմնականում մեր հպարտությունն է, ամեն մեկիս։ Սա իհարկե իմ աշխատանքն է, ես որպես օլիմպիական կոմիտեի նախագահ, որ մեր բոլորի առաջին խնդիրը պետք է լինի սպորտի զարգացումը, որ մեր երեխաները փողոցից կտրվեն, որ նրանք կարողանան առողջ մարդ դառնալ, գեղեցիկ, հզոր, իսկ առողջ ուժեղ հզոր մարդը միշտ արդարացի է, միշտ բարի է, միշտ լավատես է լինում։ Հայաստանում սպորտի զարգացման եւ օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը հաոկի բարձրագույն պարգև ոսկե շքանշանով, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց։ Մարտուն Գրիգորյանը, որը այսօր Գյումրու ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է, նա մեծ աշխատանք է կատարում ոչ թե միայն սպորտով, այլ ընդհանրապես երիտասարդ, որը ցանկություն ունի, ձգտում ունի, ձեռագիր թողելու, լավ անելու, նա իմ կուսակից ընկերն է, ես հպարտանում եմ։ Ռոբերտ Սարգսյանն էլ հաոկի տրթակ 3-րդ արշակունի մեդալի արժանացավ։ Մարզաշխարհի մի շարք երախտավորներ էլ Գագիկ Ծառուկյանի կողմից հաոկի շնորհակալագրեր ստացան։ Մրցաշարի պաշտոնական արարողությունից հետո մրցագորգ դուրս եկան պատանի ըմբիշները։ Համառ եւ անզիջում մրցապայքարից հետո իհայտ եկան հաղթողներն ու մրցանակակիրները, որոնք դիպլոմներից եւ մեդալներից զատ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նաեւ դրամական պարգևների արժանացան։ Այս տարի օլիմպիական խաղերն է եւ մեր մարզիկները ինձ թվում է ոչ թե թվում է անպայման այդ հաղթանակի բերկրանքը մեր ժողովրդին կպարգևեն, որ մեկ անգամ եւս մեր ժողովուրդը կարողանա այդ հաղթանակի բերկրանքը օլիմպիական խաղերի ոսկին տեսնի եւ ուրախանա եւ հպարտանա։ Շնորհակալություն։ Սերոբ Գրիգորյանի պատվին կազմակերպված ըմբշամարտի 6-րդ հուշամրցաշարից հետո Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց նաև Գյումրիում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը։ Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացուցչություն էր բացել նաև Լորվա մարզում, Վանաձորում։ Ներկայացուցիչը ոչ միայն մեծ սպորտի համար է, այլ նաև առողջ ապրելակերպի եւ օլիմպիական գաղափարների տարածմանը։ Դա շատ կարեւոր է, որ նաև այդ տեսանկյունից նայենք։ Եվ այսօր լորին արդարացրել է, վստահ եմ, որ Շիրակն կարդարացնի եւ այսպես մարզ առ մարզ մենք ունենանք մեր ներկայացությունները։ Հուսանք, որ մարզերում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցչությունները կնպաստեն մարզական արդյունքների բարելավմանն ու սպորտի ել ավելի մասսայականացմանը։ Կարո Պողոսյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։